Ինչ կանեիք, եթե ստիպեին ուրանալ ձեր հավատքը, փրկելու ձեր ընտանիքը։ Պատկերացրեք մի տեսարան. ազգի մեծագույն հերոսները ծնկի են գալիս օտար արքայի առաջ, նրանք հրապարակապար խոնարհվում են կրակին, ուրանում են այն ամենը, ինչի համար ապրում էին իրենց հայրերը։ Ամբողջ ազգը սառեց սարսափից։ Բայց սա դավաճանություն չէր, սա մի սարսափելի ծրագրի սկիզբն էր, որը պետք է փոխեր պատմության ընթացքը։ Այսօր մենք կբացահայտենք, թե իրականում ինչ էր թաքնված այս անհավանական քայլի հետևում։ Դուք կիմանաք այն գաղտնի խոսքերը, որոնք ասվել են փակ դռների հետևում։ Բայց ամենակարևորը, մենք ցույց կտանք այն տեսիլքը, որը հայտնվեց հազարավոր զինվորներին ճակատամարտից առաջվա գիշերը։ Այն, ինչ նրանք տեսան երկնքում, ստիպեց նրանց նայել մահվան աչքերին ու ժպտալ։ Այդ գիշեր նրանք դարձան անմահ։ Սա պատմություն է ոչ թե պարտության, այլ հոգու ամենամեծ հաղթանակի մասին, որը ցնցեց կայսրության հիմքերը։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, թե աշխարհի որ ծայրերում է այսօր հնչում հայոց ոգին։ Դվին քաղաքի Սուրբ Գրիգոր եկեղեցու սառը քարերը կարծես թրթռում էին։ Օդը խիտ էր խնքի բույրից և հարյուրավոր մոմերի անհանգիստ բոցից, որոնք պայքարում էին տաճարի վեհաշուք կամարների տակ հավաքված խավարի դեմ։ Դրսում 5-րդ դարի կեսն էր, մի դարաշրջան, որը փորձության էր ենթարկում հոգիներն ու կայսրությունները, սակայն եկեղեցու ներսում ժամանակը կարծես կանգ էր առել։ Այստեղ որմնանկարներից Քրիստոսի և սրբերի դեմքերը խիստ ու սիրառատ լուռ հետևում էին իրենց ժողովրդի ճակատագրին, որը կախված էր մազից։ Ես, որպես այս պատմության պատմիչ, որի տարիքը հասնում է 45-ի, ուսումնասիրել եմ մեր եկեղեցու անցյալի բազմաթիվ փոթորկոտ էջեր, բայց ոչ մի պահ ինձ այնքան մոտ չի թվացել, որքան այս մեկը, երբ մի ամբողջ ազգի հոգին դրված էր զոհասեղանին։ Խորանի առջև ոսկեզօծ շուրջառով կանգնած էր հայոց կաթոլիկոս Սուրբ Հովսեփ Վայոց Ձորցին։ Նրա ալեհեր մազերը պսակի պես շրջանակում էին տառապանքից իմաստնացած կնճիռներով պատված դեմքը։ Նրա ձայնը, թեև հանգիստ ու զուսպ, որոտի պես թնդում էր գմբետի տակ, աղոթք բարձրացնելով առ ամենակարողն Աստված։ Նրա կողքին, քարե սալահատակին, ծնկի էր իջել հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Իր հզոր կազմվածքի և զորավարին վայել կեցվածքի համար նա զարմանալիորեն խոնարհ տեսք ուներ։ Նրա հայացքը հարված էր խաչելությանը, բայց աչքերում ոչ թե զինվորի սառը վճռականությունն էր, այլ մի մարդու հոգևոր տագնապը, ով կանգնած էր աներևակայելի, անմարդկային ընտրության առաջ։ Ընտրություն հավատքի և կյանքի միջև։ Ժողովուրդը լուռ էր։ Այնքան խորն էր լռությունը, որ լսվում էր, թե ինչպես են մոմերի բոցերը ճրթճրթում լափելով մոմը։ Յուրաքանչյուր շունչ կարծես պահված էր, վախենալով խախտել սրբազան լարվածությունը։ Բոլորը գիտեին, թե ինչու են հավաքվել։ Պարսկաստանից եկած սուրհանդակը իր ամբարտավան շքախմբով սպասում էր թագավորական պալատում։ Նրա պայուսակում ոչ թե բարեկամության նամակ էր կամ դաշնագրի առաջարկ, այլ մահվան հրովարտակ։ Հասգերտ II արքայից արքան պահանջում էր անհնարինը՝ ուրանալ Քրիստոսին, հրաժարվել Սուրբ Երրորդությունից և ընդունել զրադաշտականությունը, կրակապաշտությունը։ Նրանք պահանջում էին հայերի հոգին։ Հանկարծ եկեղեցու ծանր կաղնե դուռը սարսափելի ճռռալով բացվեց, և ներս խուժեց սառը քամին, մի պահ հանգցնելով խորանի մոտ գտնվող մի քանի մոմեր և ստիպելով ներկաներին սարսռալ։ Լռությունը խախտվեց։ Մի քահանա, որի անունն էր Ղևոնդ, ում հետագայում պիտի անվանեին Երեց, արագաքայլ մոտեցավ կաթողիկոսին։ Նրա դեմքը քարացած էր, աչքերում տագնապ։ Սուրբ Հայր, շշնջաց նա այնպես, որ միայն կաթողիկոսն ու Վարդանը լսեին։ Նրանք սպասում են մեր պատասխանին։ Իշխանների մի մասն արդեն տրտնջում է, նրանք խոսում են փոխզիջման մասին, նրանք ասում են, որ պետք է խոնարհվել, փրկելու համար մեր գլուխները։ Վարդան Մամիկոնյանը դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում արտացոլվեց խորանի բոլոր մոմերի լույսը, և այդ լույսը վերածվեց կրակի։ Դա այլևս տագնապ չէր, դա որոշում էր։ Նա նայեց կաթողիկոսին, հետո Ղևոնդ Երեցին, և նրա հայացքում կար միայն մեկ հարց, որը բառերից ավելի բարձր էր հնչում. արդյոք Աստված մեզ հետ է այս պայքարում։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ոչ ոք, նույնիսկ ինքը Վարդանը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ արյան գնով պետք է տրվեր այդ հարցի պատասխանը։
Հայաստանի հոգու համար մղվող պայքարը, որը պիտի ցնցեր Սասանյան կայսրության հիմքերը, նոր էր սկսվում։ Եվ այդ պայքարի առաջին զոհերը լինելու էին ոչ թե մարտի դաշտում, այլ մարդկանց սրտերում ծնված կասկածներն ու վախերը։ Հասկանալու համար այն սարսափը, որ կախվել էր Հայաստանի գլխին, պետք է վերադառնանք մի փոքր հետ, այն ժամանակները, երբ քրիստոնեության սերմերը նոր էին ծլարձակում մեր քարքարոտ հողում։ Արդեն տասնամյակներ շարունակ Հայաստանը, որպես աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկիր, գտնվում էր երկու հզոր կռանների՝ քրիստոնյա Բյուզանդիայի և զրադաշտական Սասանյան Պարսկաստանի միջև։ Այդ բաժանումը ոչ միայն քաղաքական էր, այլև հոգևոր։ Արևելյան Հայաստանը, որտեղ ծավալվում էին մեր իրադարձությունները, ընկել էր Պարսից տիրապետության տակ, եւ սա ոչ թե պարզապես վարչական փոփոխություն էր, այլ քաղաքակրթական բախում։ Ի սկզբանե պարսիկները, զբաղված լինելով իրենց ներքին խնդիրներով, հանդուրժում էին հայերի քրիստոնեական հավատքը, սակայն ամեն ինչ փոխվեց Հասգերտ II-ի գահակալմամբ։ Նա իսկական մոլեռանդ էր։ Նա մոլեռանդ զրադաշտական էր, ով երազում էր իր հսկայական, բազմազգ կայսրությունը միավորել մեկ կրոնի՝ կռակապաշտության դրոշի ներքո։ Զրադաշտականությունը իր Ահուրա գերագույն աստվածությամբ և կրակը որպես նրա երկրային խորհրդանիշ պաշտելով խորթ էր հայկական մտածողությանը։ Նրանց ուսմունքը խոսում էր լույսի և խավարի, բարու և չարի հավերժական պայքարի մասին, սակայն այն արմատապես տարբերվում էր քրիստոնեությունից, որի հիմքում ընկած էր Աստծո անձնավորված գաղափարը՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Քրիստոսի խաչելությունն ու հարությունը հայերի համար փրկության միակ ճանապարհն էր, անսակարկելի ճշմարտություն։ Զրադաշտականության մեջ նման գաղափար գոյություն չուներ։ Հասգերթը չէր հասկանում կամ չէր ուզում հասկանալ, որ հայերի համար քրիստոնեությունը պարզապես կրոն չէր, դա ազգային ինքնության հիմքն էր։ Ուղիղ 1.5 դար առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը խոր վիրափի խավարից դուրս էր բերել լույսը, որը դարձել էր հայերի ուղեցույցը։ Իսկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած Այբուբենը թույլ էր տվել Աստվածաշունչը թարգմանել հայերեն։ Եվ Աստծո խոսքը հնչում էր ամեն եկեղեցում, ամեն տանը, մայրենի լեզվով։ Հավատքը դարձել էր հայրենիք, իսկ եկեղեցին այդ հայրենիքի ամրոցը։ Առաջին նշանները հայտնվեցին աննկատ, ինչպես մահացու հիվանդության առաջին ախտանիշները։ Սկզբում պարսիկները սկսեցին ծանր, անտանելի հարկեր դնել եկեղեցիների և վանքերի վրա, փորձելով տնտեսապես խեղդել հոգևոր կյանքը։ Հետո պահանջեցին, որ հայ ազնվականները, այդ թվում Վարդանի եղբայրը, Հմայակ Մամիկոնյանը, մասնակցեն զրադաշտական ծեսերին, իբրև հավատարմության նշան արքային։ Յուրաքանչյուր մերժում դիտվում էր որպես անհնազանդություն և դավաճանություն։ Լարվածությունը սողում էր օդում, ինչպես օձը չոր խոտերի մեջ, սպասելով կայծի։ Ամեն ինչ գագաթնակետին հասավ 449 թվականին, երբ Հասգերթը հրովարտակ ուղարկեց մանրամասն նկարագրելով զրադաշտականության առավելությունները և պահանջելով հայերից հրաժարվել իրենց կույր և սխալ հավատքից։ Այդ նամակը, որը հայտնի դարձավ որպես Հասգերտի հրովարտակ, ռումբի պես ընկավ հայ հասարակության մեջ։ Ինչ անել, ինչպես պետասխանել։ Սա այլևս հարկերի կամ ծեսերի հարց չէր, սա հոգու հարց էր, գոյության հարց։ Եվ այդ պահին հայ հոգևորականներն ու իշխանները, թողնելով իրենց ներքին գզվռտոցները, հավաքվեցին Արտաշատ քաղաքում, տալու իրենց պատմական, միասնական պատասխանը։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ ժողովը կդառնա մի ճանապարհի սկիզբ, որի վերջում սպասում էր Ավարայրի դաշտը։ Արտաշատի ժողովը դարձավ հայոց պատմության ամենաողբերգական և միևնույն ժամանակ ամենափառավոր էջերից մեկը։ Եկեղեցիներից և իշխանական դղյակներից այնտեղ էին հավաքվել բոլորը՝ Սուրբ Հովսեփ կաթողիկոսը, իր իմաստուն հայացքով, եպիսկոպոսները իրենց ծանրաշարժ քայլվածքով, իշխանները Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ում յուրաքանչյուր շարժման մեջ զգացվում էր զինվորականի վճռականությունը, և նույնիսկ նրանք, ովքեր սրտի խորքում արդեն սարսափում էին Պարսից զորությունից։ Օդը խիտ էր լարվածությունից, բայց նաև անսասան հավատքից։ Հիմնական հակամարտությունը պարզ էր, բայց սարսափելի իր էությամբ։ Մի կողմում հավատքն էր, ազգային ինքնությունն ու խղճի ազատությունը։ Մյուս կողմում աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկի սուրը և ֆիզիկական գոյատևման խաբուսիկ խոստումը։ Բայց հակամարտությունը նաև ներքին էր, և դա ամենավտանգավորն էր։ Ժողովի դահլիճում երկու հիմնական կարծիք էր բախվում, ինչպես երկու հզոր ալիք։ Մի խումբը, որի լուռ, սակայն ազդեցիկ առաջնորդը սյունյաց իշխան Վասակն էր, կոչ էր անում զգուշավորության և քաղաքական ճկունության։
Նրա ձայնը մեղրի պես հոսում էր, բայց խոսքերը թույն էին կաթեցնում հոգիների մեջ։ «Մենք չենք կարող ընդդիմանալ Պարսկաստանին», ասում էր նա, շրջելով իր խորաթափանց աչքերը դահլիճում։ «Նրանք կջախջախեն մեզ։ Գուցե կարելի է ձևացնել, թե ընդունում ենք նրանց կրոնը, բայց սրտում պահել մեր հավատքը։ Փրկենք ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից։ Աստված կների մեզ այս փոքրիկ խորամանկությունը»։ Նրա խոսքերը գտնում էին իրենց լսարանը։ Մյուս խումբը, որին ոգեշնչում էին Վարդան Մամիկոնյանի կրակոտ հայացքը և Ղևոնդ Երեցի անսասան հավատը, այլ բան էր ասում։ «Ինչ օգուտ մարմինը փրկելուց, եթե հոգին կորսված է», հարցնում էր Վարդանը, և նրա ձայնը դղրդում էր դահլիճում։ «Մեր հավատքը սա կարկության ենթակա չէ։ Եթե մենք ուրանանք քրիստոնեությունը, մենք այլևս հայ չենք լինի։ Մենք կդառնանք ստվեր առանց էության, ստրուկներ առանց հայրենիքի»։ Առաջին փորձը խնդիրը լուծելու աղոթքն էր։ Ժողովը սկսվեց և ավարտվեց պատարագով։ Բոլորը միասին աղոթում էին Սուրբ Հոգու լուսավորության համար, խնդրելով իմաստություն և քաջություն։ Այնուհետև նրանք դիմեցին ավագների խորհրդին, ինչպես վայել էր հայկական ավանդույթին։ Սուրբ Հովսեփ կաթողիկոսը խոսք տվեց բոլորին։ Լսեցին բոլոր փաստարկները, և վախի, և հավատի ձայնը։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Ժողովը, չնայած ներքին տարաձայնություններին, միաձայն որոշում կայացրեց։ Նրանք որոշեցին գրել պատասխան նամակ Հասկերտին, որը պետք է դառնար ոչ թե քաղաքական փաստաթուղթ, այլ հայ ժողովրդի հավատքի դավանանքը։ Եղիշե պատմիչը, որն ականատես էր այդ իրադարձություններին, փոխանցել է մեզ այդ նամակի անմահ ոգին։ Նամակում հայերը հարգանքով, բայց անսասան վճռականությամբ բացատրում էին իրենց քրիստոնեական հավատքը։ Նրանք չէին վիրավորում զրադաշտականությունը, այլ պարզապես հայտարարում էին, որ իրենց հավատքից չեն հրաժարվի։ Նամակն ավարտվում էր այն հայտնի խոսքերով, որոնք դաջվել են մեր պատմության մեջ։ «Այս հավատքից ոչ ոք չի կարող մեզ խախտել, ոչ հրեշտակները, ոչ մարդիկ, ոչ սուրը, ոչ կրակը։ Մեր մարմինները ձեր ձեռքին են, արեք ինչ կամենում եք, բայց մեր հոգիները մենք չենք տա»։ Նամակն ուղարկվեց Տիզբոն։ Ժողովը ցրվեց։ Թվում էր, թե միասնությունը հաղթել է, և հայ ժողովուրդը կանգնած է որպես մեկ ամբողջություն։ Բայց դա խաբուսիկ հանգստություն էր փոթորկից առաջ։ Ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչպիսի կատաղություն կառաջացնի այս խիզախ պատասխանը Պարսից արքայի մոտ։ Եվ ոչ ոք չէր կասկածում, որ Վասակ Սյունին, թեև ստորագրել էր նամակը, արդեն իր սեփական դավադիր խաղն էր սկսել։ Հասգերտի պատասխանը սպասեցնել չտվեց, և այն եկավ ոչ թե թանաքով գրված մագահաթի, այլ պողպատի փայլով ու արյան հոտով։ Նա կատաղության մեջ էր։ Նրա համար Արտաշատի ժողովի պատասխանը ոչ թե հավատքի դավանանք էր, այլ անլուրջ ապստամբության հայտարարություն։ Ինչպես էր համարձակվել մի փոքրիկ հպատակ ազգ մերժել իր կամքը, իր աշխարհի 4 կողմերի տիրակալի հրամանը։ Նրա հրամանը կարճ էր և անողոք, ինչպես Դահիջի կացինը։ Հայաստանի բոլոր խոշոր իշխանները, սպառապետ Վարդան Մամիկոնյանի և մարզպան Վասակ Սյունու գլխավորությամբ պետք է անհապաղ ներկայանային Տիզբոն, Պարսից մայրաքաղաք։ Անհնազանդության դեպքում պարսկական լեգիոնները կմտնեին Հայաստան և կրակի ու սրի կմատնեին ամեն ինչ։ Սա ծուղակ էր, բացահայտ ծուղակ։ Բոլորը դա հասկանում էին, ծերունուց մինչև երեխա, բայց չգնալ նշանակում էր բացահայտ ապստամբություն հայտարարել, ինչի համար Հայաստանը դեռ պատրաստ չէր ոչ ռազմական, ոչ էլ հոգեբանական առումով։ Իշխանները ծանր սրտով հավաքվեցին և ճանապարհ ընկան։ Նրանց հոգում վախն ու հույսը մարտնչում էին իրար դեմ, ինչպես երկու գիշատիչ գազան։ Գուցե հնարավոր լինի բանակցել, գուցե հնարավոր լինի համոզել արքային, որ հայերի հավատարմությունը գահին կախված չէ նրանց կրոնից։ Սա կեղծ հույս էր։ Տիզբոնում նրանց սպասում էր սառը սառցե ընդունելություն։ Հասգերտը նրանց առջև դրեց վերջնագիր, որը հնչեց մահվան դատավճռի պես։ Կամ հաջորդ առավոտյան արևի հետ միասին կմասնակցեն կրակապաշտական ծեսին ի նշան հնազանդության, կամ բոլորը գլխատվելու են հենց արքունի բակում, իսկ նրանց ընտանիքները Հայաստանում կբնաջնջվեն և պարսկական զորքը կավերի երկիրը։ Ընտրություն չկար։ Այդ գիշեր հայ իշխանների համար դարձավ դժոխք երկրի վրա։ Ինչ անել։ Ընտրությունը սարսափելի էր։ Անձնական նահատակություն և ժողովրդի կոտորած, թե կեղծ ուրացում հանուն ժողովրդին փրկելու։ Վարդանը դեմ էր ցանկացած զիջման, նրա համար դա անհնարին էր։ Բայց Վասակ Սյունին և մյուսները համոզեցին նրան։ «Սպառապետ», ասում էին նրանք, հավաքվելով նրա շուրջը, «եկեք խորամանկության դիմենք, սա պատերազմ է, կեղծենք մեր ուրացումը, կփրկենք մեր կյանքը և կվերադառնանք Հայաստան։ Այնտեղ մենք կրկին կբարձրացնենք Քրիստոսի դրոշը։ Սա ռազմական խորամանկություն է, ոչ թե ուրացում։
Նրանք խոսում էին, բայց Վարդանը տեսնում էր նրանց աչքերի խորքում թաքնված վախը։ Ծանր տատանումներից հետո իր հոգին պատառ-պատառ անելով Վարդանը համաձայնեց։ Հաջորդ առավոտյան, երբ արևը ծագեց, հայ իշխանները սրտի սարսափելի ցավով կատարեցին այն, ինչ պահանջում էր արքան։ Նրանք խոնարհվեցին կրակի առաջ։ Հասգերտը գոհ էր, նա հավատաց նրանց կեղծիքին, նա նրանց հետ Հայաստան ուղարկեց հազարավոր մոգերի հայերին զրադաշտականություն սովորեցնելու համար և մեծ զորք նրանց պաշտպանելու։ Բայց երբ լուրը Հայաստան հասավ, թե իշխաններն ուրացել են հավատքը, ժողովրդի մեջ սուգ ու զայրույթ բարձրացավ։ Ինչ կասեն հավատացյալները, գործոնը դարձավ պայթյունավտանգ։ Մարդիկ իրենց լքված էին զգում, ինչպես կարող էին իրենց առաջնորդները դավաճանել Քրիստոսին։ Քահանաները Ղևոնդ երեցի գլխավորությամբ սկսեցին քարոզել, որ ավելի լավ է մահը, քան ուրացող իշխանների իշխանությունը։ Եկեղեցու պատիվը վտանգված էր։ Երբ Վարդանն ու մյուս իշխանները մոգերի ուղեկցությամբ հասան Հայաստանի սահմանին, անգղ ավանին, նրանց դիմավորեց զինված ժողովուրդը։ Մարդիկ փակել էին ճանապարհը, նրանք գոռում էին. «Մենք ձեզ չենք ընդունում, դուք ուրացել եք մեր տիրոջը, մենք չենք թողնի, որ պիղծ մոգերը մտնեն մեր սուրբ հող»։ Վարդան Մամիկոնյանի համար դա ամենասարսափելի պահն էր։ Նրա պատիվը, նրա անունը, նրա հավատքը կասկածի տակ էին դրված։ Նա փորձում էր փրկել իր ժողովրդին, բայց ժողովուրդը մերժում էր նրան։ Նա հայտնվել էր երկու կրակի արանքում՝ Պարսից արքայի և իր իսկ ժողովրդի։ Իրավիճակը դարձել էր անելանելի։ Եվ այդ պահին նա հասկացավ, որ խաղը նոր է սկսվում, և այն շատ ավելի վտանգավոր է, քան ինքը կարող էր պատկերացնել։ Վարդան Մամիկոնյանը հոգևոր փակուղում էր, ավելի խորը և խավար, քան խոր վիրապի գուբը։ Նրա խորամանկությունը ձախողվել էր։ Նա կորցրել էր և Պարսից արքայի վստահությունը, քանի որ չկարողացավ մոգերին անարգել Հայաստան մտցնել, և, ինչն ամենասարսափելին էր, իր իսկ ժողովրդի սերը։ Նա տեսնում էր, թե ինչպես է Վասակ Սյունին օգտվում իրավիճակից, իրեն ներկայացնելով որպես միակ խելամիտ գործիչ, ով կարող է փրկել երկիրը, պարսիկների հետ համագործակցելով և Վարդանին ներկայացնելով որպես անխոհեմ արկածախնդիր։ Խորը վշտի մեջ Վարդանը քաշվեց իր կալվածքը, Տարոնի դդմակ ամրոցը, և փակվելով մատուռում, սկսեց աղոթել, խնդրելով Աստծուց նշան, ճանապարհ, որևէ լույս այս անելանելի խավարում։ Եվ հրաշքը տեղի ունեցավ։ Բայց դա ոչ թե երկնքից իջած կրակ էր կամ հրեշտակի հայտնություն, հրաշքը հենց ժողովրդի անսասան, անկոտրում հավատքն էր։ Քահանաները Ղևոնդ երեցի գլխավորությամբ, ոտաբոբիկ, առանց դրամի ու մախաղի, շրջում էին գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, և իրենց կրակոտ քարոզներով արթնացնում էին մարդկանց հոգիները։ Նրանք խոսում էին ոչ թե քաղաքականության, այլ հավատքի մասին։ Նրանք հիշեցնում էին Մակաբայեցիների սխրանքը, ովքեր փոքրաթիվ ուժերով ոտքի կանգնեցին հզոր կայսրության դեմ հանուն իրենց հավատքի, և Աստված նրանց հաղթանակ պարգևեց։ Այս քարոզները կրակի պես տարածվեցին։ Ժողովուրդը լսեց նրանց։ Գյուղացիները վերցնում էին իրենց մանգաղներն ու գերանդիները, արհեստավորները՝ մուրչերը, և միանում էին ապստամբական ջոկատներին, որոնք ինքնաբուխ կերպով ձևավորվում էին լեռներում։ Սա այլևս իշխանների պատերազմ չէր, սա ժողովրդական շարժում էր, սա հոգևոր հեղափոխություն էր, որը ծնվում էր հասարակ մարդկանց սրտերում։ Այս լուրերը հասան Վարդանին իր մեկուսի ամրոցում։ Նա տեսավ, որ ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը։ Նրանք ընտրել էին նահատակության ճաղապարհը, բայց ոչ երբեք ուրացումը։ Եվ այդ պահին Վարդանի հոգում տեղի ունեցավ շրջադարձ։ Նա հասկացավ, որ իր տեղը ոչ թե ամրոցի սառը պատերի մեջ է, այլ իր ժողովրդի կողքին։ Նա դուրս եկավ իր մեկուսացումից և հայտարարեց, որ միանում է ապստամբությանը և գլխավորում այն։ Նրա հոգուց ընկավ կեղծ ուրացման ծանր տանջալից բեռը։ Նա կրկին դարձավ ինքն իրեն, Քրիստոսի զինվոր։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Իսկ հետո եկան տեսիլքները։ Եղիշե պատմիչը, որը Վարդանի զինակիցն էր և ականատեսը, պատմում է, որ ճակատամարտից առաջվա գիշերը, երբ հայոց բանակը ճամբար էր դրել Ավարայրի դաշտում, շատ զինվորներ և քահանաներ տեսիլքներ ունեցան։ Նրանք տեսան լուսավոր դեմքով պատանիների, որոնք իջնում էին երկնքից և նահատակության պսակներ բաժանում հայ զինվորներին, ասելով. «Քաջալերվեցեք, վաղը դուք մեզ հետ պիտի լինեք երկնքի արքայությունում»։ Նրանք տեսան, թե ինչպես է բացվում երկինքը և լսեցին հրեշտակների աննյութական երգը, որոնք փառաբանում էին նրանց, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն Տիրոջ։ Այս տեսիլքները կրակի պես տարածվեցին բանակում։
Զինվորների սրտից վախը վերացավ, ինչպես առավոտյան մառախուղը արևի ճառագայթներից։ Նրանք այլևս չէին պարզապես կռվել, նրանք պատրաստվում էին վկայել իրենց հավատքը։ Նրանք գիտեին, որ եթե նույնիսկ ընկնեն մարտի դաշտում, իրենց սպասում են ոչ թե մահը, այլ հավերժական կյանքը և երկնային փառքը։ Այդ գիշեր հայոց բանակը ռազմական ուժից վերածվեց նահատակների բանակի։ Սա էր իսկական հրաշքը։ Սա էր Աստծո պատասխանը, որը փոխեց ամեն ինչ և նախանշեց ճակատամարտի ելքը, որը ռազմական պարտություն էր, բայց հոգևոր աննախադեպ հաղթանակ։ Վարդանի որոշումը գլխավորել ապստամբությունը հայ համայնքը բաժանեց երկու անհաստ թշնամական ճամբարի, և այդ բաժանումը ավելի խորն ու ցավոտ էր, քան երկրի բաժանումը Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև։ Դա այլևս պարզապես կարծիքների տարբերություն չէր, դա խորը ցավոտ բաժանում էր, որն անցնում էր ընտանիքների տոհմերի միջով, եղբորը հանելով եղբոր դեմ, հորը որդու։ Ամբողջ ազգը հայտնվել էր ներքին պատերազմի շեմին, որը կարող էր ավելի կործանարար լինել, քան Պարսից սուրը։ Սա աներևակայելի էր։ Մի կողմում Վարդանն էր և նրան միացած իշխանները, որոնց սրտերում բորբոքվում էր հավատի կրակը։ Նրանց կողքին էր հոգևորականությունը Սուրբ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ երեցի գլխավորությամբ, և ժողովրդի ճնշող մեծամասնությունը, որը պատրաստ էր գնալ մահվան հանուն Քրիստոսի։ Նրանք տեսնում էին այս պայքարը որպես արդար պատերազմ հանուն հավատքի և հայրենիքի։ Նրանց համար Վարդանը դարձել էր ոչ թե ապստամբ, այլ Աստծո կամքը կատարող առաջնորդ, նոր Մովսես, որը պետք է իր ժողովրդին դուրս բերեր հոգևոր գերությունից։ Եկեղեցիներում օր ու գիշեր աղոթքներ էին հնչում զինվորների համար, և կանայք իրենց զարդերն էին հանում, զենք գնելու համար։ Բայց կար նաև մյուս կողմը։ Այս խմբի առաջնորդը Վասակ Սյունինն էր, խորամանկ ու հաշվենկատ քաղաքական գործիչ, ով իրականությունը տեսնում էր ոչ թե հավատքի, այլ ուժի տեսանկյունից։ Նա և նրա կողմնակից իշխանները Վարդանի քայլը համարում էին խելագարություն և ազգային ինքնասպանություն։ Նրանք մերժում էին ապստամբության գաղափարը։ Վարդանը կործանում է Հայաստանը, ասում էին նրանք պարսից պաշտոնյաներին և իրենց կողմնակիցներին։ Նա մոլեռանդ է, որը չի հասկանում քաղաքական իրականությունը։ Միայն մենք պարսից արքային հավատարիմ մարդիկ կարող ենք փրկել այս երկիրը։ Նրա խոսքերը գայթակղիչ էին թուլասիրտների համար։ Վասակը դարձավ Վարդանի հակառակորդը ոչ միայն ռազմական, այլև հոգևոր դաշտում։ Նա փորձում էր համոզել ժողովրդին, որ ճշմարիտ հայրենասիրությունը ոչ թե անմիտ զոհաբերությունն է, այլ խելացի փոխզիջումը։ Նրա շուրջը հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր վախենում էին պատերազմից, ովքեր իրենց կալվածքներն ու հաստությունն ավելի էին կարևորում, քան հավատքը։ Նա դարձավ Հուդան հայոց պատմության մեջ։ Այսպիսով, հայ եկեղեցական համայնքը բաժանվեց։ Վարդանի կողմնակիցները Վասակին համարում էին դավաճան, սատանայի գործիք, իսկ Վասակի կողմնակիցները Վարդանին համարում էին վտանգավոր արկածախնդիր, որը ժողովրդին տանում է դեպի անդունդը։ Եղբայրը ոտքի կանգնեց եղբոր դեմ, հարևանը կասկածանքով էր նայում հարևանին։ Այս ներքին պայքարը նույնքան դաժան էր, որքան սպասվող պատերազմը պարսիկների դեմ։ Այն թուլացնում էր ազգը ներսից, ուտելով նրա ուժը։ Վարդանը հասկանում էր, որ մինչև պարսիկներին հաղթելը, նա պետք է հաղթահարեր այս ներքին բաժանումը։ Բայց ինչպես։ Բառերն այլևս չէին օգնում։ Մնում էր միայն գործը։ Մնում էր ապացուցել սեփական օրինակով, որ կան բաներ, որոնք ավելի թանկ են, քան կյանքը։ Եվ նա պատրաստ էր այդ ապացույցը բերել, իր սեփական արյամբ գրելով պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Բայց դեռ ոչ ոք չգիտեր, թե որքան մեծ պիտի լիներ այդ գինը։ Ոգեշնչված ժողովրդի հավատքից և երկնային տեսիլքներից Վարդան Մամիկոնյանը վճռական գործողությունների անցավ։ Նա այլևս չէր տատանավում։ Նրա ճանապարհը պարզ էր, ինչպես լեռնային աղբյուրի ջուրը։ Նա հավաքեց իրեն հավատարիմ բոլոր ուժերը և բարձրացրեց ապստամբության դրոշը։ Սա ոչ թե պարզապես ռազմական արշավ էր, այլ հոգևոր խաչակրաց արշավանք, որի նպատակը ոչ թե հող գրավելն էր, այլ հոգիներ փրկելը։ Առաջին հարվածն ուղղվեց ոչ թե պարսից զորքին, այլ ներքին թշնամուն, որը քաղցկեղի պես քայքայում էր ազգի մարմինը։ Վարդանը շարժվեց դեպի այն շրջանները, որտեղ Վասակ Սյունու ազդեցությունը մեծ էր։ Նա բախվեց ոչ միայն Վասակի զինվորների, այլև նրա քարոզչության հետ, որը ստի և կիսաճշմարտությունների միջոցով փորձում էր թունավորել մարդկանց միտքը։ Դա պայքար էր մարդկանց սրտերի և մտքերի համար։ Վարդանի բանակի հետ միասին շարժվում էին քահանաները, Ղևոնդ երեցի գլխավորությամբ։ Նրանք մտնում էին գյուղեր, մարդկանց բացատրում էին պայքարի իսկական իմաստը։ Նրանք ասում էին. «Սա պատերազմ չէ հանուն հողի կամ իշխանության, սա պատերազմ է հանուն մեր երեխաների իրավունքի ազատորեն աղոթելու մեր եկեղեցիներում»։
Եվ ժողովուրդը հավատաց նրանց, քանի որ նրանց խոսքերի մեջ ճշմարտություն կար։ Վասակի ուժերը սկսեցին հալվել, ինչպես ձյունը գարնան արևի տակ։ Շատ զինվորներ լքում էին նրան և միանում Վարդանին։ Այնուհետև եկավ վճռական պահը։ Հասգերտը, տեսնելով, որ ապստամբությունը լուրջ մասշտաբներ է ստանում, Հայաստան ուղարկեց հսկայական բանակ, հմուտ զորավար Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ։ Պարսկական բանակը բազմակի անգամ գերազանցում էր հայկականին։ Նրանց շարքերում կային նաև մարտական փղեր, հսկայական զրահապատ գազաններ, որոնք սարսափ էին ներշնչում նույնիսկ ամենաքաջ զինվորներին։ Ճակատամարտից առաջվա գիշերը հայոց բանակը ճամբար դրեց Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին։ Այդ գիշեր ոչ ոք չքնեց։ Դա աղոթքի և հոգևոր նախապատրաստության գիշեր էր։ Ղևոնդ երեցը և մյուս քահանաները շրջում էին զինվորների շարքերով, խոստովանեցնում նրանց, քաջալերում։ Նրանք հիշեցնում էին Դավթի և Գոհիաթի պատմությունը, ասելով, որ Աստծո համար թիվը նշանակություն չունի, այլ կարևոր է հավատքը։ Արևածագից առաջ տեղի ունեցավ մի տեսարան, որը եզակի է համաշխարհային պատմության մեջ։ Բոլոր զինվորները, սպարապետից մինչև վերջին շարքայինը, մտան Տղմուտ գետի սառը ջրերը և մկրտվեցին։ Նրանք, ովքեր արդեն մկրտված էին, նորոգեցին իրենց ուխտը։ Այնուհետև բոլորը միասին սուրբ հաղորդություն ստացան։ Նրանք պատրաստվում էին ոչ թե մարտի, այլ հանդիպման Քրիստոսի հետ։ Երբ արևի առաջին ճառագայթները ոսկեզօծեցին Արանատի գագաթը, Վարդան Մամիկոնյանը կանգնեց իր զորքի առջև։ Նա արտասանեց իր հայտնի ճառը, որը դարձավ հավատքի և ազատության կտակ։ Նա ասաց. «Վախը վախկոտության նշան է, բայց եթե մենք վախը դեն նետենք մեր սրտերից, մենք կհասնենք այն սխրանքին, որը մեզ սպասում է։ Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն»։ Այդ խոսքերից հետո հայոց բանակը, որը թվով զիջում էր, բայց ոգով անհամեմատ գերազանցում էր թշնամուն, նետվեց մարտի։ Ավարայրի ճակատամարտը սկսվեց։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց, և ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպես այն կավարտվի։ Ավարայրի ճակատամարտը դաժան էր և արյունալի, մի իսկական մսաղաց, որտեղ մարմինները խառնվել էին հողին, իսկ Տղմուտ գետի ջրերը կարմրել էին արյունից։ Հայ զինվորները կռվում էին առյուծների պես, ոգեշնչված իրենց սպարապետի օրինակով։ Եղիշեն պատմում է, որ Վարդան Մամիկոնյանը իր սպիտակ ձիու վրա, կարծես ոչ թե մահկանացու լիներ, այլ Գաբրիել հրեշտակապետը, իջած երկնքից կոտորելու թշնամուն։ Նրա սուրը փայլատակում էր արևի տակ, և ուր որ նա հայտնվում էր, պարսիկները սարսափահար փախչում էին։ Նա կռվում էր ոչ թե զայրույթով, այլ սուրբ վճռականությամբ, պաշտպանելով իր հավատքը ու իր ժողովրդի իրավունքը ազատ լինելու։ Բայց ուժերը խիստ անհավասար էին։ Պարսիկները թարմ ուժեր էին մտցնում մարտի մեջ, իսկ հայերը կիչ էին և արդեն հոգնած։ Ճակատամարտի ամենաթեժ պահին, երբ թվում էր, թե հայերը կարող են ճեղքել թշնամու շարքերը, Վարդան Մամիկոնյանը, շրջապատված լինելով թշնամու ընտիր զինվորներով, ընկավ հերոսի մահով։ Նրա հետ ընկան 1036 քաջեր։ Նրա մահը որոշեց ճակատամարտի ելքը։ Հայոց բանակը, կորցնելով իր առաջնորդին, սկսեց նահանջել։ Ռազմական տեսանկյունից դա պարտություն էր, անվերապահ պարտություն, բայց դա միայն սկիզբն էր։ Ճակատամարտից հետո պարսիկները սկսեցին դաժան հալածանքներ։ Նրանք գերեվարեցին Սուրբ Հովսեփ կաթողիկոսին, Ղևոնդ երեցին և բազմաթիվ այլ քահանաների ու իշխանների։ Նրանց տանջեցին, փորձեցին ստիպել ուրանալու իրենց հավատքը, բայց ոչ ոք չընկրկեց։ Նրանք բոլորը նահատակվեցին, իրենց արյամբ վկայելով իրենց հավատարմությունը Քրիստոսին։ Վասակ Սյունին, որը դավաճանել էր իր ազգին, պարսիկների կողմից նշանակվեց Հայաստանի մարզպան, բայց նրա իշխանությունը երկար չտևեց։ Նույնիսկ Պարսից արքան հասկացավ, որ դավաճանին չի կարելի վստահել, և շուտով նրան էլ ձերբակալեցին ու նա մահացավ անարգ կյանքով։ Թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Հայաստանը գլխատված էր, ժողովուրդը սգի մեջ։ Բայց Ավարայրի ճակատամարտում թափված արյունը դարձավ այն սերմը, որից ծամվեց հաղթանակը։ Պարսիկները հասկացան, որ նրանք կարող են սպանել հայերին, բայց չեն կարող սպանել նրանց հավատքը։ Պարտադրել զրադաշտականությունը դարձավ անհնարին։ Դիմադրությունը շարունակվեց Վարդանի եղբորորդու Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Եվ 33 տարի անց, 484 թվականին, Պարսից նոր արքան ստիպված եղավ կնքել Նվարսակի պայմանագիրը։ Այդ պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Հայաստանի իրավունքը ազատորեն դավանելու քրիստոնեություն։ Դա Վարդանանց հոգևոր հաղթանակն էր։ Այն ինչին չհասան սրով, հասան հավատքով և նահատակությամբ։ Ավարայրի ճակատամարտը դարձավ հայ ժողովրդի հոգևոր ուխտը։
Այն ցույց տվեց, որ կան արժեքներ, որոնք ավելի բարձր են, քան կյանքը։ Այն սովորեցրեց, որ ֆիզիկական պարտությունը կարող է վերածվել հոգևոր հաղթանակի, եթե պայքարը արդար է և հավատքը անսասան։ Վարդան Մամիկոնյանը և նրան զինակիցները դարձան սրբեր հայ առաքելական եկեղեցու համար, իսկ նրանց հիշատակի օրը Վարդանանց տոնը դարձավ ազգային միասնության և հոգևոր զորության խորհրդանիշ։ Նրանց խրանքը մեզ սովորեցնում է մի պարզ, բայց խորը ճշմարտություն. ազատությունը ոչ թե պարգև է, որ տրվում է, այլ իրավունք, որը նվաճվում է, հաճախ սեփական արյան գնով։ Եվ այսօր, երբ մենք նայում ենք մեր պատմությանը, մենք հարց ենք տալիս ինքներս մեզ. ինչ կանեինք մենք, եթե հայտնվեինք նման ընտրության առաջ։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Ինչ դասեր եք քաղել դուք Վարդանանց խրանքից, և ինչպես կարող ենք մենք այսօր կիրառել նրանց կտակը մեր կյանքում, պահպանելով մեր հավատքը, մեր լեզուն և մեր հայրենիքը։